Ամեն ովքեր են ուրախ մի հատ թող ձեռքով թափահարեն տեսնեմ։ Մի քանիսը տխուր են, ուրախացեք սիրելիներս, Տերը հարություն առել, ամեն։ Եթե չի առել քեզ համար այսօր հաստատ նա առնելու է հարություն, ամեն։ Նրա հարության զորությունը այստեղ է։ Ես տարիներ առաջ մի ոտանավոր էր գրել, ուզում եմ իմ ոտանավորով, շատերը հետ լսել եք, շատերը հետ չեք լսել, լսեք ոտանավորը և անցնենք առաջ։ Հարություն։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ միասին, իմ քույր և եղբայր, հարության մասին։ Հարությունը դա լոկ մի բառ չէ կամ ինչ-որ անուն, որ մենք դնում ենք մեր զավակներին։ Իմաստը խորն է հարություն բառի, զորություն ու կյանքը այդ անվան մեջ, նրա թշնամին մահն էր ահավոր, որին վերջ տվեց Տերը զորավոր, հարությունով իր հաղթեց նա մահին և այն պարգևեց հավատացողին։ Սիրելիներս, մի եղեք երբեք դուք սադուկեցի, ով կասկածում էր հարությալ կյանքին, թող կասկածանքը քեզ չպարուրի, ինչպես Թովմասն էր կասկածանքով լի, իմ խորհուրդս քեզ, կասկածիր դու քեզ, կասկածիր նաև քո կասկածանքին, հավատքով մտիր Տիրոջ խոսքի մեջ, որ նա պատվիրեց երանի նրանց, ովքեր չտեսած ինձ հավատում են։ Հիշիր, որ մի օր ուզես թե չուզես, թողնելու ես այդ մարմինը թողին, հագնելու ես դու հարությալ մարմին, և կգնաս դու երկինք փառավոր, հներ անցան, ամեն բան նոր է, ձեռքերը պարզած, ուրախ ժպիտով, անսահման սիրով, սպասում է քեզ փրկիչդ փառավոր, էլ լաց չես տեսնի, ոչ մի տառապանք, ոչ սրտի կսկիծ, ոչ հիվանդություն, ոչ մի փորձություն էլ չի լինելու, դու կմոռանաս վշտերդ անհամար, էլ տրտում երես դու չես լինելու, արցունքները քո նա է սրբելու, իսկ փոխարենը քեզ խաղաղություն են աննվիրելու, իր արդարություն է քեզ հագցնելու, դեմքիդ ժպիտ են ամիշտ տեսնելու, այսպես միասին, դու և փրկիչդ, պիտի վայելեք կյանքը հավիտյան, ամեն, իրար հետ միասին սիրելիներս, փառք Հիսուսին։ Այսօր ուզում եմ նաև մի քիչ խոսալ հարության մասին, հարության զորության մասին և մեր հարության մասին, մեր կարգավիճակի մասին, ավետարանի մասին, որովհետև ավետարանը շատ կարևոր է, սիրելիներս, ավետարանը շատ հասարակ է, չէ՞ ամեն, բայց այն շատ զորավոր է, սիրելիներս, որովհետև ավետարանի մեջ մի բան կա, հա, մեղքի լուծում կա, ուրախ լուր է, մեղքը սիրելիներս տանում է դեպի մահ, իսկ ավետարանի մեջ ինչ կա, մեղքի լուծում և ինչ կա, հարություն կա, ամեն, ավետարանը ընդամենը սա է, մահ և հարություն Քրիստոսի, որ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար և հարություն առավ ինձ և քեզ արդարացնելու համար։ Եթե չեք հավատում, առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 1-4 խոսքերը հենց այդպես էլ գրված է։ Պողոս առաքյալը ավետարան քարոզող էր, ամեն, հեթանոսներին, բոլորին ավետարաններ քարոզում, և այդտեղ ինքը գրում է, ասում է, եղբայրներ, ես ձեզ իմացնում եմ, նաև քույրեր, ես ձեզ իմացնում եմ, սիրելիներս, այն ավետարանը, որ Պողոսն է քարոզում, մի քիչ էլ ես եմ քարոզում այն ավետարանը, որ ավետարանը, որ ասում է ես ընդունեցի և հավատացի, և ասում է դուք էլ եթե ընդունեք, հավատակ և ամուր բռնեք ավետարանը ինչ կլինեք, կփրկվեք։ Ամենալավ բանը այս կյանքում փրկություն է, սիրելիներս, որ ժառանգենք ես և դու, ամեն, և ավետարանի միջոցով, երբ որ դու լսես, ընդունես, կփրկվես, իսկ որն էր դա, ինչ էր դա այդ ավետարանը, որ Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, ինչի համեմատ, գրքերի համեմատ, գրված էր ամեն, գրքերում 5 կտականում գրված էր, որ Մեսիան պիտի գա մեղքի զոհ պիտի լինի, գրքերի համեմատ մահացավ, թաղվեցավ գրքերի համեմատ էլի և հարություն առավ էլի ինչի համեմատ, գրքերի համեմատ, ամեն, և նայեք, հետո ինչ է ասում, և երևցավ հարությունից հետո, Տերը երևցավ, 500-ից ավելի աշակերտներին Տերը երևցավ, ամեն Տերը խոսում էր, ասում էր,
ես մեռնելու եմ, հարություն եմ առնելու, աշակերտները չեն էլ հասկանում դա ինչ է։ Հա? Նայեք, ինչ տվեց այդ հարության զորությունը աշակերտներին։ Ասեմ ձեզ ինչ տվեց։ Երբ որ նա մահացել էր, 3 տարի պտտել էին աշակերտները, ինչեր ասես չէին տեսել, հա? Տեսել էին Ղազարոսին հարություն առած, չէ՞, տեսել էին։ Ամեն տեսել էին ծովը խաղացրեց, բժշկություններ, ամեն բան տեսել էին այդ աշկերը։ Տերը չկա, մահացել է։ Կարծես այդ 3 տարին ցնորք լիներ, ոչ մի բան չէր եղել։ Այդ 3 տարի հետո ինչ արեցին իրանք։ Հավաքեցին իրանց էլի գտան, որտեղից գտան, Տերը կորցրել էր այդ ձկնորսական, որտեղից էլի գտան իրանք այ մարդ։ Շատ դեպքերում մենք էլ միշտ գտնում ենք մեր հին գործիքները, Տերը պահում է, մենք էլի գտնում ենք։ Կարծում եմ հասկանում եք ինչի նկատի ունեմ։ Ասին գնանք էլի ինչ անենք, մեր հին ձկնորսությանը գնանք։ Կարծես ոչ մի բան չէր եղել, պատմություններ, լավ բաներ եղել, բայց պատմություններ։ Գնացին սիրելիներս, հա, բայց հենց որ տեսան Տիրոջը հարություն առած, այդ 12-ից 11-ը այդ հարության զորությունը իրանց դրթեց, որ գնացին դեպի մահ։ Ամեն, այդ հարության զորությունն էր տարավ իրանց։ Նույնիսկ այն Պետրոսը, որ այդ աղախինը մի հատ գոռաց, Պետրոսը դարձավ կատու, հա, ինչ ասեց, այդ հարության զորությունը իրան պտտացրեց, ինձ արժանի չեմ իմ Տիրոջ նման խաչվելու, դա խոսում է Տիրոջ հարության զորության մասին, ամեն, դրա համար էլ առաջին դարում աշակերտները ապրում էին այդ հարության զորության, իրանք մավան դիմավորում էին ուրախությունով, ամեն, մի երկու անդրադարձ բաներ ասեմ, շատ-շատես մենք սենց գրում ենք, չէ, հարության տոներին, որ մենք վկա ենք, որ Քրիստոսը հարություն է առել։ Սերես մենք չենք կարա վկա լինենք, որովհետև մենք ընդամենը 70 տարեկան ենք, այ եթե 2070 տարեկան լինեիր, կարող է հավատայինք քեզ, որովհետև վկան նա է, ով տեսել է, իրադարձության ժամանակ ինքը տեսել է, ամեն, մենք ինչ ենք անում, մենք վկա չենք, մենք հավատում ենք, ամեն, հավատում ենք, որ Քրիստոսը մեռել և հարություն է առել, ամեն, ամեն թե ոչ, հավատում ենք թե ոչ, ոչ մի կասկածանք սիրելնես, ամեն, Քրիստոսը մեռել է և հարություն առել և ասեմ մի բան էլ ավելին, սիրելիս, նա մեռելների անդրանիկն է, հասկանում եք ինչ եմ ասում, մենակ Քրիստոսն է առայժմ կոպիտ ասած մեռելներից հարություն առել, ինքը կոչվում է մեռելների անդրանիկ։ Հիմա դուք ասես Ղազարոսը, Հայրոսի աղջիկը, նայեք, բոլորը մեռելներից դրանք ովքեր հարություն առան, էլի մեռան։ Իրանք էլի մեռան։ Անդրանիկ կա, որը Քրիստոս Հիսուսն է, որ ինքը հարություն առավ անապականացու մարմնով։ Ղազարոսը հետո հարություն առավ ապականացու մարմնով էլի մեռավ։ Միայն Քրիստոսն է անապականացու մարմնով հարություն առել։ Եվ ուրախ լուր ունեմ, ամեն, երբ որ նա հայտնվեց ինչ ենք լինելու, նրան նման ենք լինելու, անապականացու մարմին ենք հագնելու, ես և դու։ Կլինի չէ մի օր այս բանը, ամեն, մեր կյանքում դա լինելու է, սիրելիներս, հավատացեք, հալելույա։ Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, փառք Հիսուսին։ Ես ուզում եմ մի քանի տեղ անցնեմ Աստծո խոսքից, կիսվենք իրար հետ, իհարկե, մենք տեսնում ենք այդ դատի մասին էր խոսքը, իրականում ինչ դատ եղավ, մենք տեսնում ենք, եկավ, Սինեդրիոն էր այդ ժամանակ, չէ, Սինեդրիոնը դատ արեց, և գիտեք այդ դատը, ճշմարիտ դատ չէր, արդար դատ չէր, ինչու, այնտեղ բերված էր Եհովայի վկաներ, սուտ վկաներ, կոպիտ ասած, սուտ վկաներ էին բերել այնտեղ, ճշմարիտ վկաներ չէին բերել այնտեղ, հիշում եք չէ այդ պատմությունը, սուտ վկաներ բերեցին ու դատ արեցին, բայց իրանք կրոնական դատարան էին, իրանք պիտի օրինակ գերագույնի կարծիք իմանային, չէ հրյաները, պիտի գերագույնից հարցրած լինեին, ցավոք սրտի
Նայեք, դա հասկանում եք ֆիզիկական բան եմ ասում, միշտ սահմանադատարանների տարբեր բաներ կա, շատ լավ չգիտեմ, բայց գիտեմ, որ հաստատ դատարանն ու գերագույնը իրար հետ սենց պաս են տալիս, կապի մեջ են, բայց այս անգամ իրար հետ կապի մեջ չէին։ Այդ դատարանը որոշեց, որ ինքը մահվան արժանի։ Հետո իրանք իրավունք չունեին մահապարտ անելու, իրանք հանձնեցին դատը արդեն հռոմեական դատարանին։ Պիղատոսին տվեցին, խեղճ Պիղատոսը ինչ արեց։ Վախի ու սարսափի մեջ էր, որտեղ ինքը մարդկանցից կախված էր։ Նույնիսկ իր կինը իրան ասել էր ինքը արդար է։ Շատ դեպքերում կնոջը լսում են, չէ, այս դեպքում կինը ազդեցություն չունեցավ Պիղատոսի վրա, ասեց, այդ արդարի հետ գործ չունես հանգարց։ Նույնիսկ ինքը իր կնոջը չլսեց, բայց այս ինչ խոսում եմ գերագույնը տեսնում էր։ Ամեն երկու դատ արեցին եւ ինչ արեցին, իրանց գործը արեցին։ Վերջը, բայց գործը գնում է գերագույն դատարան, գործը գնաց գերագույն դատարան, գերագույն դատավորը նայեց այս գործը, տեսավ, առաջի դատարան, սխալ դատ, երկրորդ դատարան, վախեցար նույնիսկ քո կնոջից, դու էլ սխալ դատ արեցիր, ես նայում եմ այս մարդու վրա մեղ չեմ, գերագույն դատարան եմ, ես պիտի ճիշտ որոշում կայացնեմ, այս մարդու վրա ես մեղ չեմ տեսնում, եւ Սուրբ Հոգին այսպես դատարանում կա կատարողական, որ պիտի գործողություն անի, գնա ինչ-որ բան անի։ Սուրբ Հոգուն ասեց, նա մեղավոր չի, նրան հարություն տուր մեռելներից, եւ Սուրբ Հոգին եկավ, եւ Տիրոջը մեռելներից հարություն տվեց, եւ հետո ինչ եղավ, Հիսուսը գնաց դժոխք, սիրելիներս։ Ինչ արեց Հիսուսը դժոխքում, գնաց բռնեց նրան, բռնեց ումը, բռնեց սատանային, մի ոտքը դրեց գլխին, մի ոտքը դրեց պոչին եւ բռնեց բգից կոպիտ եմ ասում, որովհետեւ ինքը Հուդայի ցեղի առյուծն է, ամեն։ Գիտեք, առյուծները տեսել եք, որ բիգերին բռնում են, բգից են բռնում, խեղտան, բռնեց, խեղտեց նրան, ամեն։ Հալելույա։ Եվ ինչ արեց, վերցրեց դժոխքի եւ մահվան բանալիները։ Հալելույա։ Նա զինաթափեց։ Նայեք, ասում են սատանան տարավ դժոխք եւ այլն, սատանան այդ զորությունը, իշխանությունը չունի, սիրելիներս, ամեն, դա Տիրոջ ձեռքերում է, նա զինաթափված է, հալելույա, ավելին ասեմ, նա պարտված թշնամի է, սատանան պարտված թշնամի է, չտաս նրան հաղթություն, մի տուր, նա գող է, նա պարտված է, ու ինքը կուզի քեզանից գողանա, Այն ինչ որ երկնքից է քեզ տրված։ Հալելույա։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Կողոսացիս 3-րդ գլուխ չէ, երկրորդից կարդամ, նոր երրորդը ավելի լավ։ Այսօր նաև ես ուզում եմ խոսամ Մենք որ ես եւ դու պիտի ապրենք հարություն առած կյանքով, սիրելիներս, այս կյանքում, ամեն, ամեն, դա գիտեք որտեղից է սկսում քրիստոնյայի կյանքում, նա պիտի մի քանի բան, այսօր մտածում եւ խորում է, սիրելիս, նաեւ մեր քրիստոնյայի մենակ մարմինը չպիտի հարություն առնի, սիրելիս, այս երկրային կյանքում ամենակարևոր բանը քրիստոնյայի միտքը պիտի հարություն առնի, հասկանում, ես հոգեվոր բան եմ ասում, Քրիստոնյան, որտեղ ինքը մեռած է մեղքերի մեջ իր միտքը ապականված է, գիտեք ինչ է հարությունը, հարությունը դա վերափոխում է, հասկանում եք ինչ է հարություն բառը, վերափոխում, քրիստոնյայի միտքը պիտի միշտ վերափոխվի այնքան, մինչև Քրիստոսի միտքը ունենա, ամեն, հալելույա, և համար առաջին ոնց է գալիս քրիստոնյայի կյանքում հարության զորությունը, Երկրորդ գլուխ Կողոսացիս 11-ից 13, որով դուք թլպատվեցաք անձեռագործ թլպատությունով, մարմնական մեղքերի մարմնից մերկանալով, Քրիստոսի թլպատությունով, թաղվելով նրա այդ մկրտությունումը, որով հարություն էլ առաք նրա հետ, Աստծո ազդեցության հավատքովը, որ հարություն տվեց նրան մեռելներից, եւ ձեզ, որ մի ժամանակ մեռած եք մեղքերում, եւ ձեր մարմնի անթլպատությունումը իրան հետ կենթանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով, հալելույա, որնա
որն է թլպատությունը սիրելիներս, մարմնական թլպատությունը իմ եւ քեզ որպես քրիստոնյայի, սա ջրի մկրտությունն է։ Եթե դու ջրով մկրտված ես, սիրելիներս, ես քեզ կոչ ունեմ, շուտ ապույտ ամռանը ջրի մկրտություն ենք անում։ Կարևոր բան է, որ դու պիտի ինչա Տեր խոսքը ասում է, որ դու քո մեղքերով մտնում ես ջրի մեջ, մեռնում ես, թաղվում ես այնտեղ եւ հարություն ես առնում արդեն Քրիստոսի հետ։ Ամեն։ Դրա համար երրորդ գլխում արդեն Պողոսն ասում է. «Արդ, եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա վերիները խնդրեցեք, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը, նայեք հաջորդը, վերիները մտածեցեք, ոչ թե այս երկրի վրայները, ինչու, որտեղ դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Սերներս, իմ եւ քո մտածելակերպը պիտի փոխվի։ Գիտեք, առօրյակա բան, ամեն օր մենք զբաղվում ենք երկրային մտածելակերպ, երկրային սա թշնամին է, սիրելիս, մտքի նորոգում, միշտ վերևով։ Դրա համար Եսայի 51, 50 թե 56, 50-րդ գլուխ 6-րդ կամ 51-6 ասում է, խոսքը ասում է, աչքերդ բարձրացրու, որպես քրիստոնյա վեր եւ վերևից նայի ցած։ Ես եւ դու պիտի երկնքից նայենք, երկնային քաղաքացիներն ենք, սիրելիներս, ամեն։ Դա մալ խոսքն ասում է մեր քաղաքականությունը որտեղ է, երկնքից է մեր քաղաքականությունը։ Այսօր տեսնում ես քրիստոնեությունը աշխարհիկ է դարձել։ Սատանային ձեռնտու է, որ ես եւ դու լինենք քրիստոնյաներ, բայց աշխարհիկ։ Ես եւ դու կանչված ենք լինելու հոգեվորներ, սիրելիներս։ Ամեն, ամեն թե ոչ։ Հալելույա։ Այսօր Մուշեղը ասեց, ընենց ապրենք, որ ինչ անենք, վաղնա Քրիստոսը գալի։ Այդ ձևի ապրելակերպ ունենանք։ Շատ քրիստոնյաների հետ եմ ես խոսացել, գիտեք, ասում եմ, ուզում ես Քրիստոսը գա, չէ, չի ուզում, որովհետև լիքը գործեր ունի այս երկրի վրա ինքը, լիքը ծրագրեր, նպատակներ։ Երկնային ոչ մի ծրագիր չունի, ոչ մի նպատակ չունի, բայց քրիստոնյա է։ Սիրելիս, ապրենք երկնքի համար։ Ամեն, գանձեր դիզենք երկինքը։ Իսօրվային վերնագիրը իհարկե հիմնականում ես դրել եմ ապրենք հարություն առած կյանքով, որտեղ բայց երկրի վրա կարանք, սիրելիս, խոսքն այդպես ասում։ Ամեն։ Հարություն բառի թարգմանություն գրել է մի վիճակից դուրս գալ կամ վերափոխվել։ Մեզ իհարկե փառավոր բաներ է սպասում, որպես քրիստոնյաներ, սիրելիներս։ Տերը մի առակ բերեց, կարճ ուզում եմ Ղուկասի ավետարանից խոսել։ Հիշում եք 16-րդ գլուխ խոսում է հարուստի մասին, որի անունը այդպես էլ գրված չի, եւ խոսում է Ղազարոսի մասին։ Ոմանք ասում են սա առակը, ոմանք ասում են սա ճշմարտությունն է, ինչևէ Տիրոջ բերանից դուրս եկած խոսքն է եւ դա հիմք է մեզ համար։ Հալելույա։ Եւ այստեղ կան շատ թաքնված բաներ, որ ես եւ դու ի հայտ կբերենք։ Կարճ փորձեմ արագ ձևի։ Ովքեր են կարդացել այս պատմությունը։ Մի քանիսը չեք կարդացել երևի։ Ասում եմ մի հարուստ մարդ կար, ազնիվ ծիրանի էր հագնում, բեզ էր հագնում եւ ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Եվ երկու ծայրահեղություն էր։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս, որ նրա դռան մոտ գծված էր խոցերով լիքը։ Եվ ուզենք, երկուսն էլ օրերից մի օր մեռան։ Գրված է աղքատը մեռավ եւ հրաշտակները նրան տարան Աբրահամի գոգը։ Հարուստն էլ մեռավ եւ թաղվեցավ։ Ցենես ուզենք չէ թե չուզենք, մի օր մեռնելու ենք, ամեն։ Դա կամ էլ մի օր վերափոխվելու ենք։ Վերափոխում կարա լինի մի օր։ Աստված տա մեր օրոք Տերը գա եւ վերափոխում լինի, եթե չեղավ էլ խնդիր չի։ Մավան հարցը լուծել է Տերը։ Ամեն։ Հալե։ Այն ինչ որ մենք չենք կարող երբեք լուծել, Տերը արդեն լուծել է, սիրելիս։ Իմ եւ քո փոխարեն։ Հալելույա։ Եվ այս երկուսը մեկը գնաց Աբրահամի գոգը, մեկը դժոխքումն էր։ Տանջանքի մեջ, ասում է, երբ որ բարձրացեց աչքերը, տեսավ Ղազարոսին։ Հա? Ու սկսում արդեն երկխոսություն, սիրելիներս։ Եվ առաջի բանը ինքը որ հիշեց, գիտեք ինչ հիշեց,
իր եղբայրներին ինքը հիշեց։ Ու ինքը ասում է, գիտեք, ես 5 եղբայր ունեմ, ինձանից կոպիտ բառ եմ ասում, ինձնից բեթար են ասում։ Շուտ հասեք իրանց, հասեք փրկեք։ Այդպես է չէ ասում խոսքը։ Գոնե խնդրում եմ, աղաչում եմ, ես հիմա այստեղ եմ, ես չեմ ուզում իրան գան այդտեղ։ Ուրիշ խոսքերով լավ ասեմ, ինքը ասում էր, իրանք ինձնից հարուստ են։ Չէ, այդպես է, չէ, թե չեմ։ Իրանք ինձանից հարուստ են ու ես չեմ հավատում, որ իրանք Ղազարոսի գոքը կգնան կամ Աբրահամ, իրանք մի անգամից հայտնվելու են այստեղ, ասեց շուտ փրկեք։ Սիրելիներ, սա ինչ որ բան խոսում է ինձ եւ քեզ, ինչքան հարուստներ ունես քո կողքերում, թե չէ։ Լիքը հարուստներ կան քո կողքերում, որ չեն ուզում ընդունեն ավետարան կամ այնքան դու պիտի խոսաս իրանց, տաս ավետարան իրանց։ Ամեն, հալելույա։ Ղազարոսը գիտեք, ստեղ ես գրած եմ, ինքը աղքատ էր, ինքը նաև հոգով էր աղքատ, Երանի հոգով աղքատներին։ Իսկ աղքատը գիտեք ինչ էր անում, փնտրում է, ոնց որ եղջերուն է փնտրում ջուրի վտակներին, այնպես էլ Ղազարոսը փնտրում էր Տիրոջ երեսը, ամեն, ինքը գիտեք ծայրահեղ էր ապրում, ասում է նույնիսկ ոչ թե ինքը ուտելիք չուներ, հարուստի շան ուտելիքներից էր ուտում ինքը, այդպես էլ գրված է այստեղ, հա, կշտացնում էր իր փշրանքներից, որ ընկնում են շներին էին տալիս, ասում է։ Ուզենք չունենք սիրելնես, այս կյանքը այդքան կարևոր չի, անցողիկ է սիրելնես, մի քիչ լավ կապրենք, մի քիչ վատ կապրենք, երկրորդական է, կարևորը սիրելնես հայտնվես երկնքում, նպատակ դիր այնտեղ լինելուն, սա անցնում է, եկեք մի 100 տարի հետո իրար հետ խոսում ենք, հիմա 100 տարին անցել է, եկեք խոսանք, հələ նայեմ, բոլորը այստեղ են, բացակա չկա, 100 տարի հետո, փառք Աստծո, ու երկնքում ենք, ամեն, ամեն, բացակա չկա, ու ոնց որ լիքը ավել մարդիկ էլ կան, ես դու ոնց ես հայտնվել ստեղ, դու ոնց ես հայտնվել, ամեն, կարանք 100 տարի հետոյի մասին խոսանք, հալելույա, եկեք այտենց խոսանք, ինչի չէ, ամեն, մի օր դա էլ է լինելու, երկնքում իրար տեսնելու ենք, հեսա դրա մասին էլ խոսամ, հա, ինչ, ստեղ երբ որ տեսնում ենք այս պատմությունից, հա, ինչ 5 բաներ եմ, հատկություններ եմ, հատկանիշներ, որ մենք տեսնում ենք սրա մեջ, առաջինը, մահից հետո ինքնությունը պաշտպանվում է, ամեն, հայրս քրիստոնյա ենք, մեռալ պրծար, էլ ինչ ինքնություն, էլ ասում է ոնց իրար չճանաչ, ուրեմն հարյուրավոր ցենց խոսակցություններ եմ լսել հայերից։ Իրար պիտի ճանաչենք, ոնց ենք ճանաչում, հոգի եւ այլն, չէ, մայից հետո ինքնությունը պաշտպանում է։ Ղազարոս, հա, հարուստ եւ այլն, ինքնությունը պաշտպանում է։ Մեր ինքնությունը մնում է։ Ամեն թե ոչ, հալելույա։ Երկրորդը, կա իրականում անձերի ճանաչում։ Իրար ճանաչում են, տեսակ նաեւ իրար ճանաչում են, սիրելիներս։ Հայրիս մեջ էլ սենց կա, հա, այ մարդ մեռա իմ հոգին սենց փուճիկ է, նույնիսկ բժիշկներն են ապացուցում, որ մարդը մեռնում է փուճիկի նման, ելնում է 2-3 գրամ էլ պակասում է, որտեղից են հնարել, մարդը ասում է 2-3 գրամ պակասում է, մարդը ամեն վարքյան չգիտեմ կարամ 30-50 գրամ պակասի կամ ավելանա, որտեղից են հնարել, ու շատ հայրս սենց ենք ասում, հա, ոնց որ ասած, փուճիկ պիտի դառնաս ու անհետանաս գնաս ընդենանք, շատերը այդ ձևի են հավատում, նույնիսկ շատերը գիտեք, որ այսինքն ինքնության մասին մտածում են այսպես, կրիշնայական, քրիստոնյա են, բայց կրիշնայական հավատքի, ասում են, հենց Երևանում խոսցնում է, մարդիկ կանգնում, համարձակ ասում են, ես արդեն 13-րդ անգամն եմ երկրի վրա, ես արդեն 15-րդ, ինչ ուսմունքներ ասես մտածա, ու ինքը ասում է, այն մի անգամ ես ես եմ եղել, այն մի անգամ ես եմ, չկա այդպիսի բաներ, սենց սատանայի սուտնա, ամեն, չկա այդպիսի բաներ, մի անգամ, ամեն, Էմիլը մի անգամ է ծնվում, ամեն, գալիս ու գնալու է, չես մտնում շան մեջ, սրա մեջ, ու տենց հավատում է, ասում է, ես 8-րդ անգամ կատվի մեջ եմ ապրել, այ մարդ, ոնց, տենաս հավատում է ինքը իրան, այդպես բաներ, զարմանալի։
Ինչևէ, արկա է նաև երրորդ կետը հիշողություն երկրային կյանքից։ Ամեն հիշողություն լինելու է, ասիրենես, մենք տեսնում ենք այդտեղ եղավ հիշողությունը։ Եվ կա նաև ներկայի գիտակցում, վայեղ և տանջանք։ Ես խոսում եմ մահից հետո ինչ է սպասվում ինձ և քեզ։ Ներկայի գիտակցում կա, սիրելիս։ Եվ նաև մի բան կար հստակ բաժանում արդարների և անարդարների մեջ։ Սրա լուծումը ես չունեմ, սրա լուծումը դու չունես։ Ամեն, մենք չենք կարա մարդկանց տեղափոխենք։ Շատ դեպքում չգիտես, կրոներ կան, որ տեղափոխում են և այլն, չկա։ Դա արդեն Տերը, երբ որ այս երկրից է կախված, դու գնում ես աջ թե ձախ կոպիտ ասած, վերև թե ներքև, այս կյանքից է կախված։ Եվ ինչ անենք սերնես, ես և դու պիտի ապրենք Քրիստոս կյանքով, ամեն, որ ես Քրիստոս ինձ և քեզ կյանք հա տվել, հավիտենական կյանք։ Առաջի Հովհաննես 5:11-12-ում կարծեմ ասում, և սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այդ կյանքը նրա որդու մեջ է։ Նա, որ որդուն ընդունած է, կյանք ունի, նա, որ որդուն ընդունած չէ, կյանք չունի, սիրելիներս, ամեն, հալելույա։ Եվ առաջի Տիմոթեոս 3:16-ում այսպես ասում, հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, որն էր այդ խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ, հոգով արդարացավ, հրեշտակներին երևացավ, հեթանոսներին քարոզվեցավ, աշխարհքում հավատացավ աշխարհքով, եւ ինչ արեց, վերջի կետը փառքով համբարձվավ։ Սա է Աստվածպաշտության խորհուրդը, սիրելիներս, հալելույա, ապրենք դրանով, քարոզենք դա, ես և դու, ամեն, հալելույա։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 3:7-11-ում ասում է, ամեն բան ինձ, որ ինձ շահեր աղբ եմ համարում, ինչի համար, շահը մարդը կարա աղբ համարի, մի բանի համար, որ նրա ճանաչեմ նրա հարության զորությունը, որ նրա չարչարանքներին հաղորդ լինեմ, նրա մահվան կերպարանքը առնելով, ինչու, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Սենես սա մեզ օրինակ է, մենք ինքնաբերաբար չենք հասնում մեռելների հարությանը, թեթևամտորեն պետք չի մտածել, ասեմ մի ուրիշ բան, կա նաև լավագույն հարություն, սրա մասին մտածեք, Եբրայեցիս թուղթն է խոսում սրա մասին, լավագույն հարություն, կա մի բան, որ առաջի հարություն կա, որ մի անգամից դու մարդիկ հարություն կառնեն, կա բան, որ երբ որ հայտնության գիրքն ես կարդում, իրանք լավագույն հարությանը մասնակից չեն լինելու, ամեն ինչ պետք է ամբողջական նվիրում ինձ և քեզ այս երկրի վրա, կենդանի զո պետք է լինենք, ամեն, նա ամենի համար մեռավ, որպեսզի կենդանի լինողները ոչ թե իրանց համար ապրեն, ասեցի, այլ նրա համար, եկեք ապրենք Քրիստոսի համար, մեր համար պիտի լինի Քրիստոսը կյանք, ամեն, որ նաև մեռնելը օգուտ, ամեն, ինչու, որտև մեռնես գնաց Տիրոջ մեջ, ես պարզ հիշում եմ իմ պապուս պատմությունը, պապուս եղբոր, գերեզմաներում էլ խոսացել եմ դրա մասին, երբ որ հարցրել նրան, Դավիթ, կուզես մեռնես, չես վախենում հավանից, ասել է, չէ, ինչին վախենամ, հենց հիմա էլ մեռնեմ Տիրոջս մոտ եմ գնում, 5 րոպե հետո գնացել է Տիրոջ մոտ, 5 րոպե հետո, ողջ, սենց հանգիստ, առողջ, գնացել է Տիրոջ մոտ, հալելույա, փառք Հիսուսին, ես մի քանի րոպե ժամանակ ունեմ, ուզում եմ առաջի Կորինթացիս 15-րդ գլխից մի երկու տեղ կարդամ և վերջացնեմ իմ խոսքը, 12-րդ խոսքից եմ ուզում կարդամ, բայց եթե Քրիստոս եք հարում, սա եկեղեցուն ասում, Կորինթացիների եկեղեցուն, այստեղ էլ ես 5 բան եմ հանել և սրա մասին կասեմ, ինչ է սպասվում մեզ, հեսա կասեմ, փառավոր բաներ է սպասում մեզ, նրանց, ովքեր որ Քրիստոսի մեջ են, ամեն, բայց եթե Քրիստոս եք հարազում, թե մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա, ձեզանից ոմանք, եկեղեցու մեջ ասում, չէ, ձեզանից ոմանք ասում են չկա, մեռելների հարություն,
Սա արդիական է։ Մեր հայերի մեջ այնքան կա սենես, ես երբ որ գնում եմ Հայաստան, պիտի շփվեմ հայ, ու ամեն տարի խոսում եմ, հա, ու տաքսի եմ նստում կամ կողքից խոսցնում եմ, մեր հայերի մեջ է շատ շատերը սենց է, հավատում է Աստծուն, բայց այ ախպեր մեռելների հավիտենական կյանք ով եկավ, ով գնաց, ով եւ այսպես, ու շատ են այդպիսիները, բայց հավատում են Աստծուն, բայց ճշմարտության գիտությունը չգիտեն։ Իհարկե հավատան, չհավատան մի օր լինելու է։ Մի երկու շաբաթ առաջ իմ բժշկի մոտ էի, լավ, նենց էր հավատում, որ աթեիստ էր, սենց պարծեցավ բանման, ասին սենց մի անգամ Տերը համարձակություն տվեց, ասի, լսի, ասի, ուզենք չուզենք, ես էլ դու էլ հավիտյան ենք ապրելու։ Ասի, դա, բայց ինձանից ու քեզանից կախված չի։ Գիտեք, նա մի քիչ էլ իմաստուն էր, լսեց, ասես դու ինչ ուրախ լուր ասեցիր ինձ։ Ասում է, դեվը կյանք է սա, խնի տնանենք, ապրենք, հա, ու ներվոլոգներ էլ, այդպես բժիշկ էր, ասենք, չգիտեմ, ինչ էր, հա, ու ասում է, ես կմտածեմ դրա մասին, դու իս լավ լուր ասեցիր, ասի Քրիստոսը հենց հարույթի, Քրիստոսը մահացել է մեր մեղքերի համար, որ ես և դու հավիտյան ենք ապրելու, ասի, բայց հավիտյան ապրելու ենք կամ հաստատ, իմացի, մեզնից կախված չի, հավիտենական կյանքը, բայց մեզանից կախված է, որտեղ ապրելը, ասից ես կմտածեմ դրա մասին։ Հալելույա։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն ունայն է մեր քարոզչությունը և ունայն է ձեր հավատն էլ։ Եվ մենք էլ Աստծո սուտ վկաներն ենք գտնում, որ Աստծո համար վկայեցինք, թե Քրիստոսին հարություն տվավ, որին չհարուցրեց։ Եթե արդարև մեռելները հարություն չեն առնում, որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը և դեռ ձեր մեղքերի մեջ եք, ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքումը ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել, ասա ամեն։ Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկը եղավ, այստեղն է ասում, ննջածների առաջնեկը, ուրեմն, որտև մարդով եղավ մահը, Ադամով, մարդով են մեռելների հարությունը, քանզի ինչպես Ադամովը ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են, և ամեն մեկը իր կարգումը, առաջի պտուղը Քրիստոսը և հետո Քրիստոսիները նոր գալու ժամանակումը, շարունակությունը տունը կկարտակ, ես 42 խոսքից էլ կարտամ, այնպես էլ մեռելների հարությունը, թող փառաբանության խումբը գա, մի հատ էլ աշխուժ երգ ունենք երգելու էստեր, եկեք մի հատ աշխուժ երգ երգենք այսօր, լավ կարևոր կետ եմ ասում, շատ խոսքեր կա, ինչ մարմնով, ոնց են գալու, հիմա տեսեք Պողոսը մեզ օրինակ է տալիս, 42 խոսքում ասում է, այնպես էլ մեռելների հարությունը սերմվում է ապականությունով և հարություն է առնում անապականությունով, սերմվում է անարգությունով և հարություն է առնում զորությունով, սերմվում է շնչավոր մարմին, հարություն է առնում հոգևոր մարմին, կա շնչավոր մարմին և կա հոգևոր մարմին, այսպես գրված է, առաջին Ադամը կենդանի շունչ եղավ, երկրորդ Ադամը կենդանարար հոգի, միայն թե հոգևորն առաջ չի շնչավորը, հետո հոգևորը, առաջի մարդը երկրից էր հողեղեն, երկրորդ մարդը Տեր էր երկնքից, ինչպես հողեղեն, այնպես էլ հողեղենները, և ինչպես երկնավորները, այնպես էլ երկնավորները, հալելույա, փառք Հիսուսին, նաև 54 խոսքից կարդամ, և երբ որ անապականություն կհակնի, այս մահկանացուն անմահություն, այն ժամանակ կլինի այս խոսքը, որ գրված է, թե մահը ընկղվեցավ հաղթության մեջ, ով մա, ուր է քո խայտոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, մահի խայտոցը մեղքն է, մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, 58 խոսքը, ուրեմն սիրելի եղբայրներ և քույրեր, հաստատ եղեք,
անշարժ կանգնեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը, գիտացեք, որ ձեր աշխատանքը զուրջ է տերումը, հալելույա, անցան գործի սիրելնես, ավելի քրտնաջան, ավելի ջերմեռանդությամբ աշխատենք, ինչ լավ փոփոխություններ է սպասում, ինձ և քեզ, օրերից մի օր սա փոխվելու է, ինչ փոփոխություն, ապականությունից անապականություն, դրական սիրելնես, ամեն, ապականված մարմինը փոխվելու է անապականություն, հաջորդը, քանի որ կա ապականություն, կա մահկանացություն, մահկանացուից անմահություն ենք անցնելու, երորդը, անարգանքից փառքի, Ունդեղ ես չկարտացի, փառավոր մարմիններ, զանազան մարմիններ ալնելու և կախված այս երկրի վրա, ինչ մարմին ենք ունենալու, Պողոսը տեղ օրինակ է բերում լուսնից, արևից, աստղերից, ինչքան լինի մեր փառքը, ինչքան կլինի մեր փայլը, սիրելիս, երկրից է կախված։ Հաջորդ չորրորդ կետը, տկարությունից զորության, հինգերորդ սերմվում է շնչավոր մարմին, հարություն է առնում հոգևոր մարմին, հալելույա, թող այսօր սիրելիս բոլորի կյանքում դա իրականանա, սիրելիս, ամեն, և Հռոմեացիս 8:11-ում ասում է, այն հոգին, որ հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, մեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի, ապրենք սիրելիս Քրիստոսով, ապրենք հավատքով այս կյանքում, հալելույա, վերջում կոչում եմ միգուցե ոմանց համար, սիրելիս, եթե դու նորից ծնված չես, վերստին ծնված չես, նա դեռ հարություն չի առել քեզ համար և արդարացված չես իր արյունով, կասեմ քեզ սիրելիս, Քրիստոսի հարությունը քո արդարության հիմքն է, ամեն, Քրիստոսի հարությունը քո արդարության հիմքն է, ինչու, որովհետև Հռոմեացիս 4:25-ն ասում է, Հիսուսը մատնվեցավ մեր հանցանքների համար, մեր մեղքերի համար և հարություն առավ ինձ և քեզ արդարացնելու համար, հալելույա, ամեն, Եբրայեցիս 7:25-ն ասում է, դրա համար նա կարող է ապրեցնել նրանց, ովքեր իրանով Աստծուն են գալիս, որովհետև ինքը միշտ կենդանի է նրանց բարեխոսելու համար, հալելույա, սիրելիս, այստեղ մենք գիտենք 7-8-րդ գլուխներ խոսում է քահանայության մասին, ու քահանապետը, ֆիզիկական մահկանացու քահանապետը տարին մեկ անգամ մտնում էր ահ սարսափով, ոչ իր արյունով, բայց օրերից մի օր մտավ մեկը, մեկ անգամ գրված է, մեկ անգամ իր արյունով մտավ և մեկ անգամ մտավ ու վերջնականապես հաստատեց իմ և քո փրկությունը, սիրելիս, հալելույա, հալելույա, եկեք ոտքի կանգնենք, այսօր փառք ենք տալուս մեր մեծ քահանայապետին, հալելույա,